2026 թվականը հոբելյանական է Մարգարյան ծննդատան համար։ 1931 թվականին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ Երևանի սրտում Մաշտոց 22 հասցեում ստեղծվեց Մայրության և Մանկության պահպանության ինստիտուտը։ Արդեն 95 տարի Մարգարյան ծննդատունը վստահության, հոգատարության և մասնագիտական բարձր որակի խորհրդանիշ է։ Տասնամյակների ընթացքում այստեղ կյանքի են եկել շուրջ 150,000 երեխա։ Ձևավորվել են բժշկական ավանդույթներ, փոխանցվել է փորձառություն սերնդից սերունդ։ Ծննդատան նվիրված բժիշկները և բուժ անձնակազմը իրենց ամենօրյա աշխատանքով ապահովում են մայրերի և նրանց մանուկների անվտանգությունն ու առողջությունը, միևնույն ժամանակ մեծ հոգատարություն և սեր նվիրում նրանց։ Այսօր այս տոնական օրը մենք կզրույցենք այն բժիշկների հետ, ում շնորհիվ մեր մանուկները գալիս են լույս աշխարհ։ Այժմ մենք կզրուցենք Մարգարյան ծննդատան մանկաբարձ գինեկոլոգ 4 զավակների մայրիկ Ռոզա Ծառուկյանի հետ։ Բարև ձեզ, Ռոզա Գագիկովնա։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ հյուրընկալեցիք մեզ։ Շնորհակալ եմ այս հարցազրույցի հնարավորության համար։ Կարծում եմ, որ այս հեքիաթային ամանորյա օրը մայրիկների և իրենց բալիկների համար սա շատ հետաքրքիր նվեր է և անակնկալ։ Սիրով, ես եմ ձեզ շնորհակալ հրավերի համար։ Ռոզա Գագիկովնա, ես արդեն ասեցի մեր հեռուստադիտողին, որ Մարգարյան ծննդատան համար 2026 թվականը հոբելյանական է, 95 տարի։ Այսօր դուք երիտասարդ բժշկուհի աշխատում եք մի հիվանդանոցում, որը ունի 95-ամյա պատմություն, ավանդույթներ, փորձառություն, որը փոխանցվել է սերնդից սերունդ, և ինչ ունենք այսօր, ինչ ավանդույթներ ենք պահպանել և ինչ է անում Մարգարյան ծննդատունը այսօր։ Այո, 2026 թվականին Մարգարյան ծննդատունը տոնելու է իր հիմնադրման 95-ամյակը։ Մարգարյան ծննդատանը հիմք են դրվել Հայաստանի Հանրապետությունում կատարված մի շարք առաջին հետազոտություններ մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում, ինչպիսիք են լապարասկոպիկ վիրահատությունները, հիստերոսկոպիան, առաջին արտամարմնային բեղմնավորման փորձն է կատարել Մարգարյան ծննդատանը, առաջին ուլտրաձայնային հետազոտությունը և մի շարք այլ հետազոտություններ, և այսօր էլ Մարգարյան ծննդատունը շարունակում է համալրվել լավագույն և նորագույն բժշկական սարքավորումներով և լավագույն մարդկային ներուժով, և շարունակում է ծառայել մոր և մանկան առողջության պահպանմանը և շարունակում է մատուցել անվտանգ և ապահով բժշկական ծառայություն մայրերին և երեխաներին։ Ռոզա Գագիկովնա, կարծում եմ հեռուստադիտողին կհետաքրքրի, որ տարիքում նախ դուք որոշեցիք բժշկուհի դառնալ և ինչու հենց գինեկոլոգ։ Դեռևս շիրակացու ճեմարանում ուսանելու տարիներին, ուսումնասիրելով խորացված կենսաբանություն առարկան, իմ մեջ հետաքրքրություն առաջացավ հենց բժշկության, մարդու անատոմիայի հանդեպ, և նաև մեծ դեր ունի իմ ընտանիքը, որտեղ բժշկի մասնագիտությունը շատ հարգված և շատ գնահատված մասնագիտություն էր, ինչպես նաև մարդկանց օգնելու, բուժելու մեծ ցանկությունը։ Ռոզա Գագիկովնա, ձեր բազմաթիվ հղիների հետ ես առիթ եմ ունեցել շփվելու և հիմա մի այսպիսի հարց ձեզ պետք է ուղղեմ։ Շատերը ասում են, որ Ռոզա Ծառուկյանը այն բժշկուհիներից է, ով աստվածավախ է, աստվածապաշտ է և միշտ բժշկության մեջ ասում է, որ Աստծո հույսը պետք է չկորցնենք։ Ինչպես է դա ձեզ տրվում, քանի որ մենք ունենք մի այսպիսի կարծրատիպ, շատերը ասում են, որ բժիշկները աթեիստ են, ճիշտ հակառակն են ասում։ Աստվածապաշտությունը իմ մեջ դա դեռ մանկուց է, ես ծնվել և մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ բոլորը աստվածապաշտ և շատ աստվածավախ մարդիկ են։ Հիմա առավել ևս, երբ ամեն օր ես առնչվում եմ Աստծո մեծագույն հրաշքի հետ, մանկան ծննդի հետ, անհնար է հերքել Աստծո գոյությունը մեր կյանքում, մեր գործերում և մեր առօրյայում։ Դա ավելի է նպաստում, որ ավելի հավատաս Աստծո գոյությանը և հույսը դնել միայն Աստծո հրաշքների ու Աստծո գործերի վրա։
Դուք մի առիթով մի այսպիսի արտահայտություն եք արել, որ բժշկության մեջ երբեք ոչինչ 100%-ով չի կարող լինել, բայց Աստծո գործերը անքննելի են։ Այո, Աստված Նորից կրկնում եք դա։ Միանշանակ, մինչև իմ կյանքի վերջի օրը կրկնելու եմ, որ Աստված անհնարը հնարավոր դարձնող Աստված է։ Այո, բժշկության մեջ ոչ մի բան չկա 100%, նույնիսկ այն դեպքերը, երբ որ մեզ թվում է, որ դա վատ ելք չի կարող ունենալ կամ լավ ելք չի կարող այս իրավիճակում լինել, մենք էլ մեր բժշկական պրակտիկայում համոզվում ենք, որ եթե հույսը դնում ես միայն քո մարդկային կամ քո մասնագիտական ուժի վրա, ոչ մի բան չես կարող 100% անել կամ երաշխավորել առանց Աստծո միջամտության։ Այսօրը այն օրն է, երբ բոլորը մեծ թե փոքր հավատում են հրաշքներին։ Եղել է Ռոզա Ծառուկյանի բժշկական պրակտիկայում այնպիսի դեպքեր, որոնք կարող ենք այսօր հրաշք անվանել։ Դրանք բազմաթիվ են իրականում, քանի որ մենք գործ ունենք հենց անպտղությամբ տառապող զույգերի հետ։ Կհիշատակեմ իմ առաջի բժշկական պրակտիկան իրականում։ Իմ առաջի պացիենտը 9 տարվա անպտղությամբ տառապող մի զույգ էին։ Դա դեկտեմբերի սկիզբն էր, երբ ինձ դիմեցին։ Ու քանի որ առջևում տոներ էր, որոշեցինք տոներից հետո նոր իրենց պատրաստենք արտամարմնային բեղմնավորման։ Եվ տոներից հետո, երբ որ նրանց այցելությունը ուշանում էր, ինձ զանգ տվեցին, որպեսզի սկսենք հետազոտությունը, եւ հետազոտության հենց ամենասկզբում, երբ որ արեցինք ուլտրաձայնային հետազոտություն, պարզվեց կինը արդեն հղի է, այո։ Այսինքն 9 տարվա անպտղությամբ առանց բժշկի միջամտության կինը հղիացավ եւ հիմա ունեն արդեն 2 բալիկ։ Այստեղ Աստծո կամքն էր արդեն։ Այո, Աստծո գործերն էր, այո։ Ռոզ Գագինա, դուք կարծրատիպեր ունեք եւ ինչ են կարծրատիպերը ձեզ համար։ Եթե կարծրատիպերը նույնականացնենք արժեհամակարգի կամ սկզբունքների հետ, ապա այո, ունեմ կարծրատիպեր, ունեմ կայուն եւ ձևավորված արժեհամակարգ եւ ինչքան ինքս ինձ ավելի լավ եմ ճանաչում, այնքան այդ արժեհամակարգը եւ սկզբունքները ավելի ամուր եւ հաստատուն են դառնում։ Իսկ կարծրատիպեր գուցե ունեմ, բայց դրանք շատ կարծր չեն։ Ամանորը երբ Սուրբ Ծնունդը ձեզ համար ինչ տոն է եւ Ռոզա Ծառուկյանի ընտանիքը, նրա 4 զավակները, ամուսինը, ինչպես եք նշում Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ինչ նշանակություն եք տալիս այս տոնին ընտանիքում։ Ամանորը ինձ համար դա ամենասպասված, ամենաանտանեկան, ամենաջերմ, ամենահեքիաթային տոներից մեկն է։ Եվ ես փորձում եմ այդ հեքիաթը պահել նաև իմ զավակների համար, որ Ամանորը լինի հրաշքների սպասումով լի տոն եւ հեքիաթային տոն, եւ մեծ հույս ունեմ, որ նրանք եւս իրենց ընտանիքներում կպահեն այն ավանդույթներն ու արժեքները, որ ձևավորվել են իմ ընտանիքում։ Ամանորը նշում ենք ընտանիքով, ունենք բազմաթիվ ձևավորված հայկական ավանդույթներ, նշում ենք ամենահայկական, ամենաավանդական ձևով, ունենք շատ ավանդույթներ, որոնք պահում ենք մինչ օրս եւ շարունակելու ենք պահել։ Նաև գիտենք, որ բացի լավ բժշկուհի լինելուց դուք լավ պատրաստում եք եւ ամանորյա տոներին ինքներդ երեխաների համար ինչ որ ավանդական ուտեստներ կան, որ պատրաստում եք։ Ես շատ սիրում եմ պատրաստել, հատկապես ընտանիքիս անդամների համար, ովքեր հաճույքով ուտում են իմ պատրաստածը, այո, ես սիրում եմ պատրաստել եւ ամեն տոն իմ տան մեջ ունի իրեն հատուկ եւ ավանդական ուտեստների ցանկը, որոնք ես ամեն տարի այո ինքս իմ ձեռքերով պատրաստում եմ իմ ընտանիքի համար։ Ռոզա Ծառուկյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր հայրենիքում։ Ապրելու բանաձևը երևի սիրել կյանքը, գոհանալ Աստծուց այն ամենի համար, ինչ ունենք, գնահատել ամեն օրը եւ ամեն ինչը ինչ որ ունենք եւ իհարկե սեր տալ, սիրել եւ օգնել մարդկանց։ Հայրենիքը ձեզ համար Հայրենիքը իմ մեծ տունն է, որտեղ ես ուժ եմ առնում, որտեղ ես ապահով եմ, պաշտպանված եմ եւ իմ տանն եմ։ Ռոզա Գագիկովնա, օրը տոնական է եւ այսօր դուք հնարավորություն ունեք շնորհավորանքի խոսք ասել մեր ժողովրդին, մեր հայրենակիցներին եւ հատկապես երիտասարդ մայրերին եւ իրենց բալիկներին։ Նախ կանանց ցանկանում եմ իմաստություն, կանացի իմաստություն, որովհետև իմաստուն կինը իր տունը կկառուցի։ Ցանկանում եմ մայրական իմաստություն, որպեսզի կրթեն եւ դաստիարակեն ազգային հենքի վրա բարոյական, բարձր արժեքներ կրող, կրթված, քրիստոնյա, իսկական հայ զավակներ, ովքեր լինելու են մեր վաղվա ապագան։
Մեր ազգին ցանկանում եմ աստվածային հաղթանակների տարի թող լինի 2026 թվականը, բարոյական հաղթանակի տարի թող լինի, խաղաղության եւ ուրախության տարի թող լինի։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Ամուր եւ երջանիկ է այն ընտանիքը, որտեղ լսվում է մանկան ճիչը։ Կյանքի ամենամեծ հրաշքը երեխայի ծնունդն է։ Այժմ մենք կզրուցենք գինեկոլոգ մանկաբարձ Արմինե Խանամիրյանի հետ։ Բժիշկ, մարդ, ով առաջինն է լսում հարյուրավոր երեխաների առաջին ճիչը։ Բարի երեկո Արմինե Գյորգիևնա։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ։ Շնորհակալ եմ, որ այս ամանորյա հրաշալի օրը համաձայնեցիք այս հարցազրույցին։ Ես եմ շնորհակալ, որ հնարավորություն եք տալի իմ սրտից եկող խոսք ասեմ ամանորյա այս հրաշքային օրերից մեկում։ Արմինե Գյորգիևնա, տարին ամփոփում ենք 2026 թվականն էլ տոնական է հոբելյանական հենց Մարգարյան ծննդատան համար։ Դուք կնշեք հիվանդանոցի 95 տարին։ Ինչ զգացողություններ ունեք, որ այսօր աշխատում եք մի կառույցում, որն ունի 95-ամյա պատմություն։ Ես երջանիկ եմ, որ Մարգարյան ծննդատան կամ Մարգարյան երջանկատանն եմ աշխատում, որովհետև ինչպես նշեցիք, ամեն երեխայի ճիչը նոր գեղեցիկի հրաշալիքի ծնունդը արդեն երջանկություն է ոչ միայն ընտանիքի համար, այլ նաև այդ բժիշկի համար, որ օգնում է, որ երեխան լույս աշխարհ գա։ Ինձ համար օրինակ ամենամեծ տպավորիչ պահը ծննդաբերության ժամանակ այն է, երբ ծննդկանը ամեն ինչ մոռացած, իր երեխայի ծնունդն էլ մոռացած այդ պահին, ծնունդը ընդունող բժիշկի ձեռքն է համբուրում։ Համբուրում է դրանով իր շնորհակալությունն է հայտնում։ Անհնար է այդ պահին չհուզվելը եւ չերջանկանալը, այդ երջանկություններից մեկն է, կամ ծնող դարձած մամայի, մայրիկը, հայրիկը, ամուսինը գրկում են քեզ ու շնորհակալություն հայտնում, որ մի նոր սերունդ եւս ավելանում է։ Շատ մեծ պատասխանատու եւ շատ երջանիկ բան է աշխատել մի գեղեցիկ հիմնարկում, որն արդեն 95 տարի ամեն տարի շարունակ նոր կյանքի, նոր մարդկանց սկիզբն է դնում ու լավագույն մարդկանց սկիզբն է դնում այստեղ։ Արմինե Գյորգիևնա, ունեք ինչ-որ վիճակագրություն այս տարի, քանի հրաշք ծնվեց Արմինե Խանամիրյանի ձեռքերում եւ քանի ընտանիք դուք այս պատերից ուղարկեցիք այդ հրաշքը։ Սրանից հետո ավելի ուշադիր կլինեմ, հաշվարկը կանեմ, բայց երևի 150-200 գուցե կլինի, որ անձամբ ես օգնել եմ, այո, ու շատ ուրախ եմ, որ կան այդ հղիները գալիս են ծննդաբերում են, շատ ուրախ եմ, եւ շատ կուզենամ, որ մեր ծննդատուն դիմող եւ ընդհանրապես բոլոր նորաստեղծ, պլանավորող, արդեն կայացած ընտանիքները բազմազավակ լինեն, շատ։ Իմ ցանկություններից մեկը դա է, եկող տարի եւ բոլոր տարիների ընթացքում։ Արմինե Գյորգիևնա, մենք գիտենք, որ յուրաքանչյուր կնոջ համար նույնիսկ նրա, ով ունի 4 բարձրագույն կրթություն, ամենաբարդ կրթությունը եւ ամենաբարդ աշխատանքը մայրիկ լինելն է։ Մարգարյան ծննդատանը գոյություն ունի, գործում է եւ աշխատում է այդ կյանքի ամենաբարդ, բայց նաեւ հետաքրքիր դպրոցը, որն կոչվում է մայրիկների դպրոց։ Ինձ թվում է այդ մայրիկների դպրոցի վկայականը կյանքի ամենաթանկ վկայականն է յուրաքանչյուր կնոջ համար, ով կարող է ապրել այդ մայրության բերկրանքը։ Դուք դասավանդում եք այդ մայրիկների դպրոցում, Արմինե Գյորգիևնա, ես կխնդրեմ մի փոքր խոսեք դպրոցի գործունեության մասին, ինչպես մտահղացումը առաջացավ, հաճախում են արդյոք ձեզ մոտ հղիները, ես գիտեմ, որ նույնիսկ այն հղիները, ովքեր չեն պատրաստվում Մարգարյան ծննդատանը ծննդաբերել, նաև գալիս են ձեզ մոտ այդ դասընթացների, ինչ է տալիս դպրոցը այսօր մայրիկներին։ Որպես մայրիկների դպրոցի ղեկավար, ես ճիշտն ասած մի կարգախոս եմ ընտրել ու ամեն անգամ նոր ցիկլը սկսելուց այդ կարգախոսն եմ ասում հղիներին։ Մարդկային կյանքի ամենամեծ բերկրանքը մայրանալու երջանկությունն է։ Ու կարծում եմ բոլորն էլ զգում են, հասկանում են ինչ է դա նշանակում։
Այո, շատ են գալիս մեր հղիները եւ այլ կանանց կոնսուլտացիայի հղիներից գալիս են մեզ մոտ, ինչի համար ենք դա կազմակերպել, որպիսի պատրաստ լինեն ցանկացած խնդիրների լուծման, կրծքով կերակրման պահերը ճիշտ կարողանան կազմակերպել, ծննդաբերության փուլը ճիշտ հասկանան, ինչից հետո է, կարողանան հասկանալ, որ դեպքում դիմել անմիջապես բժիշկի, որ դեպքում չդիմել, որ դեպքում կարելի է մի քիչ ձեռնպահ մնալ անմիջապես հիվանդանոց վազելուց, շտապ գնալուց, բոլոր կարմիր լույսերի տակով խախտումներ անելով, որ դեպքում կարելի է հանգիստ գնալ բժիշկի մոտ։ Ցիկլերը շատ կարևոր են, ամեն դեպքում մեր հիվանդանոցում այն հղիները, որոնք մայրիկների դպրոցով պատրաստված են գնում, եւ ծննդաբերությունն ընդունող բժիշկները եւ մանկաբարձուհիները եւ ընդունարանի աշխատողները անմիջապես զգում են տարբերությունը եւ անպայման ասում են կարող է դու մայրիկների դպրոցում հաճախել ես, որտեղ շատ պատրաստված են, շատ լավ են հասկանում, էպիդուրալ ցավազրկում են ուզում, որպեսզի ցավն առանց անի տանեն եւ այլն եւ այլն։ Վերաբացվել ենք մոտ 2 տարի մայրության դպրոցը եւ լավ որոշում էր, ճիշտ որոշում էր, որովհետեւ դիմողները շատ են։ Այ հիմա էլի հայտարարություն տվել ենք հունվարի 8-ից նորից նոր ցիկլ անցնելու համար, տեղ չեն տալիս, անդադար զանգահարում են եւ իրենց թվում է, որ մայրիկների դպրոցյան պայման ինչ-որ փաստաթղթերով պետք է գան ծնողների հետ կան, մեկ-մեկ ես էլ հումոր եմ անում, ասում եմ վերջին դասը ծնողական ժողովի ձևով ենք անցկացնելու, որպեսզի ծերոնք էլ իմանան։ Շատ լավ է օգնում, շատ հաճախ ամուսիններն էլ են ներկա գտնվում մայրության դպրոցի դասընթացներին, որովհետև այն ընտանիքներում, որոնք առանձին են ապրում, նորաստեղծ ընտանիքներ են, երկուսով պետք է խնամքով զբաղվեն ապագա նորածնի, գալիս են, որ իրենք էլ պատրաստ լինեն, ինչ որ չափով այդ բեռը մամաների, հայրիկները եւս կիսեն։ Մենք ունեցել ենք, որ սկեսուր մայրիկն է եկել մասնակցել, որովհետև ինքը պետք է խնամեր նորածնին, որպեսզի ժամանակակից միջոցներն իմանա, ինչ են անում, ինչու են բարուրում կամ չբարուրում, ինչի համար այլևս կամ կերակրման ժամերը եւ այլն, որպեսզի պատրաստ լինի ճիշտ անի, որևէ խնդիրներ չառաջանա իր թորնիկի կամ թորնուհու մոտ։ Աննե Գերգունայ, ասում եք ժամանակակից միջոցներ եւ հաճախ երեխաներին խնամելիս մեզանից շատերը հիշում են այ սովետական միության ժամանակ այսպես չէր, այ մեր տատիկն ու մաման այսպես չեն ասել, ինչ կարևոր կետեր կարող եք նշել, որ այսօր փոխվել է երեխաների խնամքի, նրանց ծնողների պատրաստվածության մեջ, որը գտնում եք, որ ավելի ճիշտ է եւ լավ է եւ պետք չի անընդհատ գնալ անցյալ եւ ասել այն ժամանակ, թե ի վերջո որ ասում են սովետская շկոլա դա ամենալավն էր, դա էլ կա։ Ունի իր առավելությունները, ուներ նաև թերությունները։ Նախ բարուրելու խնդիրն այլևս չկա, որովհետև դա բազմաթիվ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել նորածնին։ Անպայման յուրաքանչյուրին դա բացատրվում է, ինչու չի կարելի բարուրել եւ ազատ լինելը հիմա ավելի լավ է։ Ըստ պահանջի, ըստ ցանկության կերակրելը։ Ջուր չտալ նորածնին առաջին 6 ամիսների ժամանակ, երբ որ բացառապես կրծքով կերակրում է գնում, լողացնելու պահը, ծննդկանը կարող է ամեն ինչ ուտել, կերակրման ժամանակ որևէ սահմանափակում չեն կանում, ի տարբերություն առաջվա, երբ որ խիստ սահմաններ էին դրված, չի կարելի, չի կարելի, սա կլինի, նա կլինի, հիմա չկան նման սահմանափակումներ։ Առավելությունները շատ են։ Հիմա լավ է, ավելի լավ է, հաստատ, այո։ Արմինե Գերգունայ, երեխայի ծնունդը ինքնին հրաշք է, բայց բժշկության մեջ հրաշքներ լինում են թե ոչ, դուք որ պատասխանին եք ավելի հակված, եւ Արմինե Խանամիրյանի բժշկական պրակտիկայում հրաշքին մոտեցող դեպքեր եղել են թե ոչ։ Լինում են, իհարկե լինում են, ինքնին արդեն այո ծնունդը հրաշք է։ Ես ունեցել եմ դեպք, երբ որ արդեն զինաթափվել էինք, սպասում ենք, որ բոլոր տարբերակներն օգտագործվել ենք, հղիություն չէր լինում։ Եվ գործիքային, եւ լաբորատոր հետազոտության տվյալները խոսում էին նրա մասին, որ հնարավոր չէ այս ամուսնական զույգը հղիանա կամ երեխա ունենա։ Time out վերցնելուց հետո հրաշքը իսկապես տեղի ունեցավ եւ թեստը 2 գծիկով, երջանիկ 2 գծիկով ազդարարեց ու հիմա այդ բալիկը 2-3 տարեկան արդեն տանը վազվզում է ու երջանկացնում է իր ծնողներին։ Շատ են լինում նման դեպքերը եւ շատ լավ է, որ լինում են այդ դեպքերը։ Մայրանալուց հետո ձեր հղիները ձեզ հետ կապ
պահում են։ Այո, եւ ես երբեմն կատակով ասում եմ, իջև երեխայի բանակ գնալը ինձ պետքա զանգը արեք, ասեք ինչ է, ինչ չի, ցանկացած խնդիրների դեպքում, բանակը նույն իհարկե դա բան հումորով եմ նշում, բայց այո, շատ են դեպքերը, երբ զանգում են ցանկացած հարցով, որևիցե մի հոգեբանական, այլ խնդիրներով, ընտանեկան ինչ-որ հարցով զանգում են ու քեզ հետ են կիսվում կամ խորհուրդ են հարցնում, որն ինձ շատ ուրախացնում է եւ շատ պարտավորեցնում է։ Ես գիտեմ, որ մի քիչ բարդ է հիմա հարցս, մարդ ինքն իր մասին դա պատասխանի, բայց Արմինե Գյորգիևնա, ըստ ձեզ, որ պարագայում է այս ստեղծվում բժիշկ բուժառու այդ կապը, երբ մարդիկ ոչ թե մտածում են, որ մի հատ գնամ եւ վերջանա այս ամեն ինչը, այլ մտածում են, որ պետք է գնամ եւ այս կապը պիտի լինի շարունակական։ Ինձ թվում է անկեղծ, ջերմ, հարազատի նման վերաբերմունքը հղի նկատմամբ։ Երևի թե դա։ Ես կուզենայի, որ ինձ էլ իմ ցանկացած բժիշկ այդպես վերաբերվի։ Եթե դու այդպես ես ուզում, պետք է այդպեսին լինես, որ իրենք էլ քեզ այդպես վերաբերվեն։ Դրա համար էլ բոլոր հղիները ձեր վերաբերմունքից կարծում եմ, այո, գիտեն եւ միշտ շեշտում են, որ մայրաբար եք վերաբերվում այո, իրենց։ դա կարևոր բան է, շատ կարևոր նշանակություն ունի, որովհետեւ ցանկացած հղի ինքը ակնկալում է, որ իրեն մոտ որևէ խնդիր պետք է չլինի։ Ինքը ամենալավ բալիկին պետք է ունենա եւ եթե ճիշտ ես օգնում, հասկացնում, նույնիսկ դժվարությունները հաղթահարելու պահը ճիշտ հարազատի նման ես բացատրում, իրենք այդ պահնել են կարողանում ավելի հանգիստ անցնել, գոնե հաղթահարել այդ խնդիրները։ Արմինե Խանամիրյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր երկրում։ Երևի թե լինել ազնիվ ու սիրել։ Հայրենիքը ձեզ համար Հայրենիքը իմ ծնողներն են, նրանց հիշողությունները, իմ հիշողությունները եւ ես շատ եմ ուզում, որ մենք ապրենք հաղթանակած, գլուխը բարձր, ասենց ամուր ոտքերի վրա կանգնած երկրում։ Ես շատ եմ սիրում Հայաստանը։ Բոլոր ձևերով, եւ պատմական, եւ իրական, եւ ընդհանրապես Հայաստան աշխարհը։ Արմինե Գյորգիևնա, այս գեղեցիկ տոնական օրը դուք հնարավորություն ունեք շնորհավորանքի խոսք ասել մեր հայրենակիցներին եւ եթե կա դրա ցանկությունը, խնդրեմ։ Սիրով, ամանորը, Սուրբ Ծնունդը, դրանք հրաշքների եւ հեքիաթային կախարդանքի ժամանակաշրջան են։ Եվ ես ուզում եմ, որ այդ հրաշքները եւ այդ կախարդանքը բոլորիս կյանքում միշտ լինեն ուղեկից։ Ու նոր տարվա յուրաքանչյուր պահը սիրո, ջերմության, բարեկեցության, հարմարավետության, երջանկության լինի։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր։ Դուք հղի եք։ Այս խոսքերը բժշկուհի Վարդուհի Հովհաննիսյանը հարյուրավոր անգամներ ասել է երիտասարդ մայրերին եւ այդ խոսքերով նրանց պարգեւել կյանքի ամենամեծ երջանկությունը։ Բարև ձեզ Վարդուհի Բաչագաննա։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շատ հաճելի, ձեր հետ միասին։ Ես ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ այս տոնական գեղեցիկ օրը հնարավորություն ունեցա ձեզ հետ զրուցելու։ Դուք ունենալու եք տղա, դուք ունենալու եք աղջիկ։ Քանի տասնյակ հարյուրավոր անգամներ Վարդուհի Հովհաննիսյանը արտաբերել է այս խոսքերը եւ երջանկացրել կանանց։ Ախ այդ պտղի սեռը, որ այդքան անհանգստացնում է բազմաթիվ զույգերի, որոնք պլանավորում են հղիություն կամ ովքեր որ արդեն սպասում են բալիկի, բայց միշտ փորձում եմ հակառակահամոզել, նշել, որ ինչ սեռի բալիկ էլ որ ծնվի, նրանք միևնույն է սիրելու են նրան անսահման, այդ իսկ պատճառով թող հանգիստ թողնեն եւ Աստծո կամքը թող լինի եւ բնությունը իր գործը կատարի։ Միայն թող երազեն առողջ բալիկ ունենալու մասին։ Միայն դա կարևորեն եւ սպասեն իրենց հրաշքին։
Վարդի Վաչագանովնա, մենք դեռ ունենք այդ կարծրատիպը ազգային, որ վայ, տղա պետք է ունենամ անպայման կամ այսինչու է երկրորդ կամ երրորդ աղջիկը եւ լինում են ձեզ մոտ դեպքեր, որ ասենք, չգիտեմ, դրանից տրամադրություն են կնում զույգերի մոտ եւ ինչ եք դուք փորձում անել այդ պահերին։ Թե ավելի մի քիչ արդեն ազատվել ենք այդ կարծրատիպերից։ Ցավոք սրտի դեռ ունենք, մեր սերունդը դեռ պետք է շատ աշխատի այդ հարցի շուրջ, բայց ուրախություն նշեմ, որ երիտասարդների մոտ բավականին մեղմացել է այդ մոլուցքը տղա ունենալու, մեր հայ ազգի մոտ դա կա։ Այո, իհարկե եղել են դեպքեր, որ հուսահատվել են, հուզվել են, անգամ ցավոք նշեմ, որ եղել են դեպքեր, որ փորձել են հղիությունը ընդհատեն, բայց նշեմ, որ իմ աշխատանքային 10 տարվա ընթացքում նկատել եմ, որ բավականին է քչացել, որը ուրախացնում է մեզ։ Մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ, հանրապետությունը նույնպես։ Վարդի Վաչագանովնա, դուք աշխատում եք մի հիվանդանոցում, մի ծննդատանը, որն ունի 95-ամյա պատմություն։ Այս նոր տարին մենք պատահական չէ, որ սկսում ենք այս հաղորդումով, քանի որ 2026 թվականին Մարգարյան ծննդատունը կնշի իր 95-ամյակը, հոբելյանական տարի ձեր հարազատ հիվանդանոցի համար։ Ինչ է նշանակում այսօր աշխատել Մարգարյան ծննդատանը, քանի տարի է արդեն դուք աշխատում եք այստեղ եւ ինչ է այսօր լինել հենց Մարգարյան ծննդատան բժիշկ։ Մարգարյան ծննդատան աշխատելը դա մեծ պատիվ է։ Կարելի է ասել Մարգարյան ծննդատունը ինձ համար երկրորդ տուն է 2009 թվականից սկսած։ Բուն աշխատանքի անցել եմ 15 թվականին եւ շուրջ 10 տարի ես ամեն աշխատանքային օր ժպիտով, ուրախ պատվով գալիս եմ աշխատանքի։ Այստեղ այնպիսի միջավայր է, որ միայն երջանկություն է պարգևում։ Այստեղ լսում ենք բազմաթիվ մանկան ճիչեր եւ դեռ պետք է երկար տարիներ հույսով եմ այստեղ աշխատեմ եւ այդ երջանկությունը զգամ։ Վարդի Վաչագանովնա, ուլտրաձայնային հետազոտությունը դա այսօր ժամանակակից կյանքում ամենաճշգրիտ հետազոտությունն է, բայց պետք է նշենք, որ ցավոք դա ոչ միայն լինում են լավ լուրեր կամ երջանկություն պարգևող նորություններ, այլ նաև բժիշկը լինում են այնպիսի դեպքեր, երբ պիտի հայտնի նաև վատ դեպքերի մասին։ Եվ դա բժիշկը հենց այդ պահին առաջին մարդն է, ով եւ հոգեբանորեն պետք է վերցնի իր վրա այդ պատասխանատվությունը եւ կարողանա դա ասել։ Ինչպես է դա ձեզ տրվում, շատ են այդպիսի դեպքերը եւ հետո դա ձեզ վրա հոգեբանական ազդեցություն թողնում է, թե ոչ։ Այո, իհարկե, աշխատանքը հեշտ է թվում կողքից, հա, շատ ժամանակ կողքից նշում են, որ ինչքան գեղեցիկ աշխատանք ունեք, միայն լավն եք ասում, սրտի բաբախներ եք լսում, հայտնում եք միայն, որ դուք սպասում եք բալիկի, դուք հղի եք, բայց կա նաև այս լավի հակառակ կողմը, որ ունենում ենք վատ դեպքեր, ծնողներին հայտնում ենք վատ լուրեր, եւ դա իրոք շատ դժվար է, քանի որ հենց այդ պահին անակնկալի ես բերում, հա, հույսով լի, ուրախությամբ լի լցված հղի կնոջը։ Իհարկե մտածում եմ միշտ, որ ես ինչպես կվարվեի իրենց տեղը եւ մեծ օգնություն հոգեբանորեն, այո, մենք լիովին ապահովում ենք, բայց միշտ չէ, որ ստացվում է, դժվար է։ Վարդի Վաչագանովնա, սարքերը ժամանակակից են, հետազոտությունները շատ ժամանակակից, հիմա դուք արդեն sense նույնիսկ բալիկների նկարներ եք ստանում այդ հետազոտության ժամանակ։ Դա ավելի հեշտացրել է հղի կնոջ կյանքը, թե մյուս կողմից էլ ոնց որ թե որ ավելի շատ բան են տեսնում, ավելի շատ բան են իմանում, ավելի լարված են, ավելի այդ հետազոտություններից ոնց որ կախվածություն ունեն։ Դուք օրինակ դա ոնց եք գնահատում, ինչպես է։ Մեծ ուրախությամբ նշեմ, որ Մարգարյան ծննդատունը վերազինվել է լավագույն սարքավորումներով ուլտրաձայնային հետազոտությամբ, իհարկե դեպքերը արատների բացառումը մինիմալի է հասցված, մեր ախտորոշումը բավականին բարձր մակարդակի է։ Այո, մենք տեսնում ենք մեր ժամանակակից սարքավորումների միջոցով
պտղի դեմքը, նկարներ ենք ստանում, միմիկաներ, ժպիտ, անգամ պտղի դժգոհությունն ենք տեսնում, այո, կախվածություն կա հղիների մոտ, շատ ժամանակ գալիս են ասում են Վարդուհի Վաչագանովնա, ոչինչ չենք ուզում, մի հատ տեսնենք, մի հատ սրտիկը լսենք, մի հատ դեմքը նայենք, ինչ որտեղ դա իհարկե դժվարացնում է աշխատանքը, հա, հերթեր են կուտակվում, բայց երբ որ տեսնում ես, որ կինը գոհ է, երջանիկ է, եւս մեկ անգամ տեսավ իր բալիկին, որ սիրով կատարում ենք այդ աշխատանքը։ Ես նույնիսկ գիտեմ, որ ձեր սոցցանցերում այդպիսի շարք էլ կար, հա, որ պտուղը երբ հետազոտել եք եւ հետո արդեն ծնված երեխան, մայրիկները ձեզ ուղարկում են նկարներ եւ երևում է թե ինչքան նման է իսկապես բալիկը այն առաջին լուսանկարին, որն տվել է Վարդուհի Հովհաննիսյանը։ Անկամ սովորույթներ, հա, որ ձեռքով փակում են կամ միշտ մատն են ուտում, անընդհատ հորանջում, ժպտում, հետո մամաները հետադարձ կապի միջոցով ասում են, գիտեք, ծնվելուց հետո նույնպես այդպես է, չի թողնում նկարենք, անընդհատ մատն է ուտում կամ դժգոհ է միշտ ժպտում է, անգամ սովորությունները, հա, նկատում ենք ներարգանդային կյանքում։ Փաստորեն դուք նաև հազարավոր բալիկների լուսանկարիչ եք։ Առաջին լուսանկարիչը ոչ միայն զանգարում են, որ ուզում են գանք մի հատ 3D ֆոտո ստանանք, մեկ-մեկ ասենց ասում եմ, եկեք, խնդրեմ, երկրորդ մասնագիտություն ունեմ։ Վարդուհի Վաչագանովնա, ինչ դեպքեր են եղել ձեր բժշկական պրակտիկայում, որոնք մոտեցվել են հրաշքի։ Քանի որ այսօր ամանոր է, մենք չենք կարող հրաշքներից չխոսել եւ ինչ դեպքեր կան կամ գոնե մի դեպք, որ կարող է արձանագրել։ Գիտեք, հրաշք դեպքեր, անհավանական պատմություններ եղել են իհարկե, բայց նշեմ, որ հրաշքներ տեսնում եմ ամեն օր։ Անգամ օրվա մեջ մի քանի անգամ, հա, քիչ առաջ մինչև այստեղ գալը նույնպես հա գրանցեցինք հղիություն 43 տարեկան կնոջ, ով արդեն 7 տարի սպասում էր, անցել է բազմաթիվ արհեստական բեղմնավորման փուլեր, Փաստորեն հրաշքը արձանագրեցի 43 տարեկան կնոջ մոտ, տեսանք հղիություն, լսեցինք սրտիկի պապախը, հուզվեցինք, գրկեցինք իրար եւ այդպես էցեք։ Ամանորը ձեզ համար ինչ է, Վարդուհի Վաչագանովնա, ինչպես է ձեր ընտանիքը նշում ամանորը։ Ամանորը իհարկե դա ընտանեկան տոն է, հավաքվում ենք մեծ հույսերով, ժպիտներով, մեծ սպասումներով անցնում ենք հաջորդ տարի։ Վարդուհի Հովհաննիսյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը ո՞րն է այսօր մեր երկրում։ Ապրեցնելու բանաձևը դա ապրեցնելու, դա իմ ընտանիքն է։ Մեր երկրում միայն հայրենասիրությունը եւ լինենք հավատարիմ։ Հայրենիքը ձեզ համար, Վարդուհի Վաչագանովնա։ Հայրենիքը դա մի վայր է, որտեղ ես ծնվել եմ, որտեղ խոսում եմ իմ լեզվով եւ որտեղ ես ինձ զգում եմ ինչպիսին կամ։ Եվ որտեղ մայրենի լեզվով մայրիկներին ասում եք, դուք բալիկ եք ունենալու։ Այո։ Վարդուհի Վաչագանովնա, դուք հնարավորություն ունեք այսօր մեր հայրենակիցների ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորել։ Շնորհավորում եմ բոլորին 2026 թվականի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ այս տարի լինի առողջության, սիրո եւ բազմաթիվ մանկան ճիչերի տարի։ Թող 2026 թվականի յուրաքանչյուր օր լինի հույսով եւ ժպիտով։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Հայրենիքն ու պետությունը ամուր են եւ հզոր, երբ ամուր է ընտանիքը։ Ընտանիքը ամուր է, երբ ծնվում են զավակներ։ Թող 2026 թվականին ամուր լինեն հայ ընտանիքները, թող առողջ լինեն հայ մայրերը, թող հազարավոր հայ ընտանիքներում լսվի մանկան ճիչը։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։